Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Այս եթերաժամի ընթացքում դիտեք։ Այս ծխից գոնե մի թեթև պաշտպանվենք, եթե իհարկե սա պաշտպանելու է։ Նուբարաշենի աղբավայրից բարձրացող ծուխը ողջ Երևանով էր տարածվել։ Օդի աղտոտվածության մակարդակն առավոտյան բարձր էր։ Թունավորման բանա, երեք բոլորս կոտորվում էինք արդեն, խեղդվում էինք կարելի ասած։ Կալանավորված Սամվել Կարապետյանի թիմը դեռ չի բացահայտում, ում առաջնորդությամբ են մասնակցելու ընտրություններին։ Եվ վստահեցնում ենք մեր հասարակությանը, որ թեկնածուն կլինի ընդունելի եւ շատերը բոլորը կհավանեն։ Արագածոտնի թեմի նշանակած հովիվը չի կարողանում մտնել Օհանավանի եկեղեցի։ Կալանքը պատիժ, կալանավորների համար սահմանափակումներն ավելի շատ են, քան դատապարտյալների։ Հայերը հունգարացիների դեմ, ինչ կանխատեսումներ կան ազգային հավաքականների այսօրվա հանդիպումից։ Մենք ունենք մեկ նպատակ՝ լավ արդյունքի հասնելու, ու դրա համար ամեն ինչ անելու։ Հազարավոր պաղեստինցիներ շարունակում են Գազայի ափամերձ տարածքով վերադառնալ իրենց լքված տներ։ Հրադադարի հաջորդ փուլում գերիներն ազատ կարձակվեն։ Նուբարաշենի դեռ ծխացող աղբավայրը մեծ խնդիրներ է առաջացրել Երևանում։ Օդի աղտոտվածության մակարդակն է բարձրացել, սա պաշտոնապես, մարդիկ դեռ երեկվանից իրենց առողջության վրա զգում են հերթական մեծ հրդեհի հետևանքները։ Ծուխն այնքան թանձր է ու շառավիղն այնքան մեծ, որ Նուբարաշենի եւ մոտակա թաղամասերի բնակիչները երկրորդ օրն է շնչահեղձ են լինում։ Անձայն աչքով Երևանի տարբեր թաղամասերից տեսանելի է ծխացող աղբավայրը, իսկ հենց Նուբարաշենում ծխի ամպեր են։ Ու թեև հենց քաղաքապետարանն ու առողջապահության նախարարությունն են հորդորել մարդկանց դրսում չգտնվել, բայց Երևանի օրվա տոնակատարությունները չեն չեղարկվել։ 2 ժամ է այստեղ եմ, բայց արդեն խեղդվում եմ, կոկորդս ցավում է։ Ոչ միայն անտանելի հոտն է հուշում, որ հարևանությամբ Հայաստանի ամենամեծ աղբավայրն է այրվում, այլ նաև թաղամասում գոյացող խիտ մառախուղը, որ քամիներն են այստեղ հասցնում։ Նուբարաշենցիներն այս օրերին մի կերպ են դիմանում թունավոր ծխի մեծ ալիքներին, հատկապես երեկոյան ժամերին։ Այս ժողովուրդը մեղք են, թունավորման բանա, երեք բոլորս կոտորվում էինք արդեն, խեղդվում էինք։ Պահելենք, որ ասենք շրջայց չլինենք, այս ծխից գոնե մի թեթև պաշտպանվենք, եթե իհարկե սա պաշտպանելու է։ 10-ի բանի կողմերը, 11-ի կողմերը ծուխ գալիս է։ Ես ստեղի բնակիչ չեմ, Էրեբունի եմ ապրում, բայց այնտեղ էլ է հոտը գալիս, երբ որ քամի ա լինում։ Երեկվանից Նուբարաշենի աղբավայրը ծխի մեջ է, չնայած քաղաքային իշխանությունները հայտարարեցին, որ հրդեհը 3 երեկոյան մարվել է, այսօր դեռ շարունակվում են առանձին օջախների մարման աշխատանքները։ Վտանգավոր հատվածները հողով են ծածկվում։ Մինչ այդ քաղաքի տարբեր վարչական շրջաններից մինչև անգամ աղբավայրից կիլոմետրեր հեռու Հարաբգիրից, Դավթաշենից, Ավանից մարդիկ ահազանգում են ծխի տհաճ հոտի աղտոտված օդի մասին։ Կեսօրին քաղաքապետարանից շնչառական խնդիրներ ունեցող քաղաքացիներին խորհուրդ էին տալիս սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը, մարզվողներին էլ դրսում սպորտով չզբաղվել։ Սիրելի երևանցիներ, մենք գտնվում ենք։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը կեսօրին հայտնեց, որ կենտրոնում ժամը 11-ի դրությամբ օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ է արձանագրվել։ Իսկ ժամեր անց հենց ծխացող աղբավայրից Ավինյանը պնդում էր, թե օդի որակը բարելավվել է։ Քամիների փոփոխությամբ պայմանավորված դա կարող է տարբեր ժամերին տարբեր պատկեր մեզ տալ։ Առողջապահության նախարարությունից էլ էին քաղաքացիներին կոչ արել մնալ փակ տարածքներում կամ պաշտպանիչ դիմակներ կրել։ Շեշտել էին, օդի աղտոտվածության բարձր մակարդակը կարող է բացասաբար ազդել հատկապես երեխաների, տարեցների, հղի կանանց, շնչառական եւ սրտանոթային խնդիրներ ունեցող անձանց վրա։ Չնայած նախարարության զգուշացումներին, այսօր եւ հատկապես վաղը Երևանում բազմամարդ միջոցառումներ են նախատեսված։ Մայրաքաղաքի հիմնադրման 2807-ամյակի հիմնադրման տոնակատարությունները սակայն չեն չեղարկվելու։
Եվ Երևանի քաղաքապետարանը այսօր այս աղետի մեջ մի հատ էլ հələ համերգ է կազմակերպում, որ մարդկանց հավաքի հանրապետության հրապարակում այն պարագայում, որ առողջապահության նախարարությունը հորդորում է, թե մնացեք տանը։ Հիմա մեր Երևանի քաղաքապետարանը ունի առողջապահության վարչություն։ Առողջապահության վարչությունը ո՞նց է վերաբերում եւ որևիցե ձայն անգամ չի հանում այն ամենի հետ, ինչը որ կատարվում է Երևան քաղաքում։ Չէ՞ որ սրանք լրջագույն հետևանքներ են առողջության համար։ Հանրային առողջապահության փորձագետն ասում է, աղբավայրը ռումբ է քաղաքի սրտում, այն օր առաջ պետք է փակել։ Երևանի մասին երգ, Երևանի մասին տոն, այս ամենը պետքա, դա շատ լավ է, բայց մենք չենք կարող այդ ամենը անենք զոհասեղանին դնելով մեր երեխաների առողջությունը առաջին հերթին։ Այսինքն պետքա գիտակցենք, որ կան խնդիրներ, որոնք առաջնային լուծում են պահանջում։ Քաղաքային իշխանությունները Նուբարաշենի աղբավայրը փակելու մասին պարբերաբար են խոսում։ Դե շատ լավ կլինի, որ փակվի, այդ խոստումների իրականություն դառնա, որովհետև առողջության հարց է, դա արդեն կյանքի հարց է։ Ասում են ինչ որ գործարան սարքվի, ինչ արե, տեղափոխում են, պետք է, չգիտեմ, այս 30 տարի է հլավել սպասում ենք դրան։ Քանի տարի է, որ նման խոստումներ եք լսում։ Էսի որ ասեմ մի 5 տարուց ավել է։ Սիրելի երևանցիներ։ Քաղաքապետը երեկ էլ խոստացավ այս տարի կենցաղային թափոնների վերամշակման գործարանի մրցույթի առաջին փուլը կհայտարարվի, առանց հստակեցնելու երբ է փակվելու Նուբարաշենի աղբավայրը։ Սա է այն համակարգային լուծումը, որը մեկընդմիշտ փակելու է Նուբարաշենի աղբավայրի էջը։ Հայաստանի ամենամեծ աղբավայրում հրդեհները պարբերական են, վերջին խոշոր հրդեհը ամռանն էր, բռնկվելու տևեց մի քանի օր։ Եթե դրա բռնկման համար քաղաքային իշխանությունները որևէ մեկին հանրային չմեղադրեցին, ապա այս մեկի դեպքում քաղաքապետը հայտարարեց. հրդեհը ոչ թե պատահականության, այլ դիտավորության հետևանք է։ Տիգրան Ավինյանը սակայն չէր բացահայտել, ինչն է նման պնդման հիմք հանդիսացել։ Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ։ Միայն ասել էր, թե այս հարցով խոսել է ազգային անվտանգության ծառայության տնօրենի ու ներքին գործերի նախարարի հետ։ Այսօր արդեն քննչական կոմիտեից հայտնում են, որ հրդեհի դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել վտանգավոր քիմիական կամ կենսաբանական նյութերի կամ թափոնների հետ վարվելու անվտանգության կանոնները խախտելու հոդվածով։ Դեռ ձերբակալված չկա։ Իսկ աղբավայրում ակտիվ օջախները մարելու աշխատանքները նաև գիշերը կշարունակվեն։ Ներքաղաքական թեմաների մասին ընտրություններից առաջ ընդդիմության դաշտում է ակտիվացում։ Փաշինյանին իշխանազրկելու ծրագրեր ունի նաև կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած մեր ձևով շարժումը։ Կարապետյանը մինչև անազատությունը հայաստանյան քաղաքական գործընթացների մեջ չէր ներգրավում, հիմա նա թիմ է հավաքում, որը մտադիր է հունվարին կուսակցության ձևավորման մասին հայտարարել։ Բայց այսօրվա հավաքին կրկին հարցականներով են խոսել, չեն բացահայտել ով է լինելու խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող ուժի վարչապետի թեկնածուն։ Անելու ենք ամեն ինչ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը արդեն երկրորդ անգամ դառնա ընդդիմություն։ Իսկ ով է գլխավորելու գործարար Սամվել Կարապետյանի նախընտրական ցուցակը, որ Փաշինյանին վարչապետի աթոռից վերադարձնի ընդդիմության շարքեր։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը խոստանում է վարչապետի իրենց թեկնածուի անունը հրապարակել 3 ամիս հետո, երբ կուսակցությունն էլ կլինի։ Վստահեցնում ենք մեր հասարակությանը, որ թեկնածուն կլինի ընդունելի եւ շատերը բոլորը կհավանեն նրա թեկնածությունը։ Վարչապետի թեկնածուի հարցով բանակցությունները կարծես վերջնական չեն, շարունակվում են, իսկ հնարավոր է, որ թեկնածուն հենց ինքն է Նարեկ Կարապետյանը, որ քաղաքական դաշտում ակտիվացավ հորեղբորը կալանավորելուց հետո։ Հունվարին պարզ կլինի։ Ընդդիմադիր ուժերի հետ քննարկում են միավորվել ու դաշինքով մասնակցել ընտրություններին, հարցրին Կարապետյանին։ Կոալիցիաների հետ կապված ընդլայնումներ ինչ որ տեսակետից մենք տեսնում ենք, բայց կոալիցիաների մասին չեմ կարող ասել։ Ավելի շատ կուզենանք խոսենք հունվարին, անհատների հետ կապված ընդլայնումներ տեսնում ենք։ Ավելի շատ հակված են ընդլայնվել ոչ թե քաղաքական ուժերի, այլ անհատների մակարդակով, իրենց թիմում հավաքել տարբեր ուժերից մաքուր կենսագրությամբ մարդկանց։ Յուրաքանչյուր պրոֆեսիոնալ, որը ունի մեծ փորձ եւ մաքուր ձեռքեր, կարող է մեզ միանալ եւ շարժվենք առաջ իրար հետ։
Մեր ձևով շարժումը Սամվել Կարապետյանը հիմնադրեց ազգային անվտանգության ծառայության նկուղից։ Forbes-ի ցանկով միլիարդատերը ազատությունից զրկվեց 5 ամիս առաջ հայ առաքելական եկեղեցին Նիկոլ Փաշինյանի արշավից պաշտպանելուց ժամեր անց։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն, եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին։ Վարչապետը հրապարակային սպառնաց հոգևորականների բարեգործին ընդմիշտ պասիվացնել ու Տաշիր գրուպի սեփականատերը հայտնվեց ճաղերի հետևում։ Եկեղեցին իրենց ձևով պաշտպանելու հայտարարությունը իրավապահները մեկնաբանում են իշխանությունը զավթելու հրապարակային կոչ։ Գործարարի կալանքի ժամկետը դատարանը երկարաձգել է ու հայտնի չէ մինչև ընտրություններ կալանքից կազատեն թե ոչ։ Եթե գաղափարական առաջնորդը նախընտրական փուլում էլ կալանքի տակ մնա, արդյոք սա չի խանգարի, որ հասնեն իրենց պատկերացրած արդյունքին։ Սամվել Կարապետյանի բանտում լինելու հանգամանքը բացասական է ազդելու, իհարկե, մեր գյուղեր, որ այցելում ենք, մարդիկ իրեն են հարցնում, իրեն են ուզում տեսնել, քաղաքում էլ ինձ ով տեսնում է, դա է հարցնում։ Մեր իշխանության հաշվարկն է երևի դրանում է, բայց մեր իշխանությունը մի բան հաշվի չի առել, որ արդարացիության գաղափարը մեր հասարակության մեջ բավական բարձր է եւ ամեն ավել օր, ինչ Սամվել Կարապետյանին իրենք պահում են, այսպես ասած KGB-ի պատվալում, իրենք հասարակության աչքին կորցնում են արդարադատության վերջին նշույլը։ Սամվել Կարապետյանը մինչև կալանավորվելը քաղաքական հավակնությունների մասին հրապարակային չի խոսել։ Իշխանականները նրան համարում են Կրեմլից գործուղված, որ Հայաստանը ուզում է տանել միութենական պետություն Ռուսաստանի ազդեցության տակ։ ԿՊԱ-ականների այս մեղադրանքները հիմնավոր են, իրենց արտաքին քաղաքականությունը որ ուղղությամբ են պատկերացնում։ Մենք բոլորս ազատության սերունդ ենք այստեղ։ Շատ կարևոր է, որ արդեն սովետական միությունը փլուզվել է անվերադարձելիորեն։ Քննարկելի է ուղղակի, որ անկախության սերունդը, նոր երիտասարդությունը հարցի տակ դնի Հայաստանի անկախությունը։ Նախորդ անկախության կորուստը մենք վերականգնեցինք 900 տարի հետո։ Յուրաքանչյուր տերմինին դեմ ենք, եթե դա մեր սուվերենության կորուստի մասին է։ Կողմենք միայն տնտեսական ինտեգրացիաներին, շատ կարևոր է հարաբերությունները եւ Ռուսաստանի հետ, բայց կա մի հատ հարց։ Մենք պետք է ունենանք երկրորդ դաշնակցային գիծը, որովհետեւ ամեն ինչ որ ժամանակը մեկ կարող է քո հիմնական դաշնակցի մոտ լինի վիճակ, որը քո անվտանգային խնդիրներ կարող է քո համար ստեղծել։ Մեր ձևովը դեռևս շարժում է հունվարին կդառնա կուսակցություն։ Երկքաղաքացի Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու, նա գաղափարական առաջնորդն է։ Այսօր հայտարարեցին, թե իրենց միացել է 5000 հոգի։ Իրենց է միացել նաև հայազգի աշխարհահռչակ տնտեսագետ Տարոն Աջեմօղլուն։ Նոբելյան մրցանակակիրը այսօրվա ժողովում էլ տեսակապով ելույթ ունեցավ որպես փորձագետ։ Տարոն Աջեմօղլու խորհուրդներով առաջնորդվելու մասին իշխանության գալու առաջին օրերին խոստանում էր նաև Նիկոլ Փաշինյանը։ Հիմա Օհանավան տեղափոխվենք, որի հոգևոր հովվի շուրջ աղմուկը չի մարում։ Մայր Աթոռը այս համայնք է փորձում գործուղել ևս մեկ քահանայի։ Սակայն դիմադրություն կա, տեղի քահանան Տեր Արամը առաջինն էր, որ հրապարակավ քննադատեց եկեղեցու վերնախավի բարքերը, կիսելով վարչապետ Փաշինյանի մտահոգությունները։ Օրերս իրավիճակն այնքան էր լարվել, որ ոստիկանությունն էր խառնվել։ Ես չգիտեմ, Տեր Մանուկը գկա, Պողոսը գկա, Մարտիրոսը գկա, բայց մենք Տեր Արամը թոմնա մեր գյուղում։ Խոսալա ձև գիտի, հասկանում ես ամեն աղոթքը, թեկուզ իրանց լեզվով ասի, թեկուզ մեր լեզվով ասի։ Այս կանայք, որ տարիներ շարունակ Օհանավանի եկեղեցու մոտ սուջուխ մեղրու միրգ են վաճառում, զայրացած են։ Լսել են, որ գյուղի քահանային Տեր Արամին փոխարինող է նշանակել։ Սպառնում են եկեղեցի ոտք չդնել, եթե սիրելի Սուրբ Հոր փոխարեն մեկ ուրիշը գյուղ մտնի։ Ոչ, կտրական ոչ։ Արագածոտնի թեմի առաջնորդը Հովանավանքում հոգևոր ծառայության է նշանակել նաև Տեր Մանուկ Զեյնալյանին, որ հոգևոր եղբոր հետ համատեղ ծառայեն։ Մինչ այդ էլ Տեր Մանուկն այստեղ փոխարինում էր ուրիշ քահանայի։ Տիկին Թամարը հուսահատված է, եթե Տեր Արամը չլինի, թոռան պսակադրությունը ոչ մեկին չի վստահի։ Հիմա ես ամուսնացնելու թոռ ունեմ։ Ես մտադրվել էի, որ Տեր Արամը պետք է անցկացնի տարարողությունը։ Կտանեմ իր ատունը, թող օշնի մեր երեխին, բայց
եթե եկեղեցին Տեր Արամը չի չեմ բերի։ Նորանշանակ քահանայի մասին Անուշ Միսակյանն էլ ոչինչ չի լսել, նրան չի ճանաչում, բայց չի ուզում, որ Օհանավանի հոգևոր հովվին փոխեն։ Ինչքան մտել եմ բանկ, սիրալիր, բացատրել է ամեն կողմից, թե ինչ կարելի է ասել, ասենք բանկի վերաբերյալ կամ մեր նկատմամբ բարև բարլուս, շնորհքով հիացած ենք մնացել, չգիտեմ։ Եկեղեցու մոտ հանդիպմանը Տեր Արամն ու մեծ թվով ոստիկաներ են եղել։ Տեր-Մանուկը ենթադրում է ոստիկաներին եկեղեցի է կանչել Տեր Արամը, որ մինչև նրան ժամանելը իրեն սպառնացել է դուրս վռնդել եկեղեցուց։ Դու այս եկեղեցու դեմ ում ես կանչել, որ գան։ Ախր դրանք էլ մեր զավակներն են։ Դրանք տխրության ու ուրախության ընկերներն ենք մենք հոգևորականներս։ Դու այդ մարդկանց բերել ես, որ ինչ, ինձ դրսից, ներսից դուրս վռնդեն, Տեր հայրն էր ասում, իրանք որ եկան, ստեղից քեզ ժամանակ եմ տալիս, 3 ժամ, բառացի էսպես ասեց, 3 ժամ քեզ ժամանակ եմ տալիս, եթե դու չգնացիր, քեզ ստեղից դուրս կվռնդեն։ Ոստիկաների միջամտության անհրաժեշտություն չի եղել, Տեր-Մանուկը հանգիստ զրուցել է մարդկանց հետ, բացատրել, որ ոչ մեկին փոխարինելու չի եկել, իրեն նշանակել է Արագածոտնի թեմի առաջնորդը, որ հոգևոր եղբոր Տեր Արամի հետ միասին ծառայեն։ Այդտեղ ավակ մարդիկ կային գյուղացիների մեջ, ովքեր որ ասացին, որ մենք չենք ուզում, որ Տեր Արամից բացի ուրիշ որևէ մեկը ծառայի, ավելորդ խժդժություն չհրահրելու համար, մանավանդ որ ուժայիններ եւ ոստիկանության զորքեր էին լծվել։ Ես իրենց ասացի, որ որևէ խնդիր չկա, այսինքն ես հիմա կհեռանամ այնտեղից։ Ընդվզող գյուղացիների կրքերը հաջողվել է հանդարտեցնել, վեճ չի եղել, ասում է Տեր-Մանուկը, հեռացել է խաղաղ, վերջում էլ աղոթել նրանց համար, առաջարկել է հոգևոր եղբորն էլ, խռովության փոխարեն միասին գնան, փակվեն, աղոթեն միմյանց համար, բայց մերժել է։ Արի մի 3-4 օր իրար հետ գնանք Կոշի Սուրբ Ստեփանոս եկեղեցին, գիշերը մնանք այնտեղ։ Հայր շնորհքի մոտ Երուսաղեմից եկած մեր հայր շնորհքը այնտեղ է։ Ասել եմ եկեք գնանք, մնանք հայր Սուրբի մոտ։ Ես քո համար կաղոթեմ, եղբայր, դու իմ համար կաղոթես։ Ես զգում եմ, որ դու հիմա շատ այլայլված ես, ներքին աշխարհդ խախտված է։ Տեր Արամ քահանա Ասատրյանը մի քանի տարի է, ինչ ծառայում է Հովանավանքում, վերջին շրջանում է ակտիվացել, Մայրաթորի դեմ վարչապետ Փաշինյանի արշավին զուգահեռ սկսեց խոսել եկեղեցու արատավոր բարքերի մասին, զազրելի բարքերի դեմ պայքարող քահանան իսկապես սպառնացել է հոգևոր եղբորը վռնդել եկեղեցուց, եւ ինչից է անհանգիստ, նրանից ճշտել չհաջողվեց, նա եկեղեցում չէր, ոչ էլ մեր զանգերին արձագանքեց, ներեկեղեցական հարցերը հրապարակային քննադատած 3 քահանայի, այդ թվում Տեր Արամի հարցը քննարկվել է Մայրաթորի կարգապահական հանձնախմբում, 3-ն էլ նիստին չեն մասնակցել։ Տեր-Մանուկն ասաց քահանայական ժողովում վեհափառը Տեր Արամի մասին ուղիղ է խոսել։ Հենց իր մասին է ասել, որ մենք բոլոր հնարավորությունները իրեն տալու ենք։ Եվ անկեղծ եմ ձեզ ասում, այնքան հարգանքով, այնքան բանով այդպես ոնց կարելի է այս սուտ տեղեկատվությունը ասես դարձնել բան, հերիք եղավ էլի ես մեր հասարակությունը արդեն կուշտ է այս սուտ, ստի վրա ստեղծված այս ամեն ինչին։ Տեր-Մանուկը ենթադրում է, որտեղից է ուղղորդվում եկեղեցու մոտ ոստիկանական ուժեր հավաքած հոգևոր եղբայրը, չի ուզում նրան գնահատական տալ, իսկ Մայրաթորից լիահույս են, որ քահանահայրերը կվերադառնան կանոնական դաշտ ու կներկայանան Սուրբ Էջմիածին, հանդիպելու կարգապահական հանձնախմբի անդամների հետ։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Կալանքը պատիժ, կալանավորների համար սահմանափակումներն ավելի շատ են, քան դատապարտյալների։ Հայերը հունգարացիների դեմ, ինչ կանխատեսումներ կան ազգային հավաքականների այսօրվա հանդիպումից։ Մենք ունենք մեկ նպատակ լավ արդյունքի հասնելու ու դրա համար ամեն ինչ անելու։ Հազարավոր պաղեստինցիներ շարունակում են Գազայի ափամերձ տարածքով վերադառնալ իրենց լքված տներ։ Հրադադարի հաջորդ փուլում գերիներն ազատ կարձակվեն։ Մեկնարկել է օրվա գլխավոր սպորտային խաղը, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը Բուդապեշտում ուժերը չափում է Հունգարիայի ընտրանու հետ։
Պայքարը աշխարհի առաջնությունում հայտնվելու համար է, հավաքականի գլխավոր մարզիչը ոչ ոքին էլ վատ արդյունք չի համարում այս խաղում։ Այս պահին Հայաստանը խմբային աղյուսակի երկրորդ հորիզոնականում է, հունգարացիները հայկական ընտրանուն զիջում են, հակառակորդ թիմը հաղթանակը խիստ սկզբունքային է համարում։ Խաղի 17-րդ րոպեն է, հաշիվը 0-0 է, մեր թղթակից Մարինե Խաչատրյանը հավաքականի հետ Բուդապեշտում է, նրա հետ մինչև խաղն ենք կապ հաստատել, որ պատմի ինչ տրամադրություններ են։ Հայաստանի ազգային հավաքականը Հունգարիայի հետ խաղից առաջ իր վերջին մարզումն է անցկացնում, այստեղ Բուդապեշտում Հունգարիայի դեմ խաղից առաջ նախախաղային ասուլիսով հանդես եկան Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը եւ ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը։ Ծանր հանդիպումները մեզ սպասվում, ամեն խաղը դժվար է լինելու, բայց լավ ենք պատրաստվել, շատ ուրախ մթնոլորտ է թիմում, այս մի քանի օր լավ մարզումներ ենք անցկացրել, կարող եմ ասել, որ թիմը գտնվում է շատ լավ վիճակում, եկել ենք Բուդապեշտ, որպեսզի կարողանանք խաղալ լավ ֆուտբոլ, անմնացորդ նվիրվել եւ կարողանանք հասնել դրական արդյունքի։ Կներդնենք մեր բոլոր ուժերը խաղադաշտում ու վստահ եմ, որ կարողանանք խաղալ այն խաղը, որը մենք ենք ուզում վաղը, հաստատ պրոբլեմներ կստեղծենք հակառակորդի համար։ Մենք ունենք մեկ նպատակ՝ լավ արդյունքի հասնելու ու դրա համար ամեն ինչ անելու։ Կարծեք ոչ ոքին ձեզ համար կհամարվի լավ արդյունք։ Այո, որովհետև մենք տնային խաղ չի սա եւ ունենք ուժեղ մրցակից, այո, համարում եմ լավ արդյունք։ Ի տարբերություն ձեր մարզիչի, որը 7 տարի է աշխատում այս թիմի հետ, ես 7 շաբաթ։ Դա նշանակում է, որ ինքը լիովին գիտի իր թիմին, իսկ ես ծանոթանում եմ իմ թիմի հետ, ավելի շատ այդտեղ եմ պրոբլեմ տենում, քան ինչ որ մի ֆուտբոլիստ խաղում է կամ մեկը չի խաղում, որովհետև ես շատ բաներ չեմ կարողանում հասցնել իմ թիմի հետ աշխատելուց։ Դա այն է, որ ես ուղղակի մենք ծանոթանում ենք իրար հետ, բայց մի բան ինձ հանգստացնում է, որ ես հավատում եմ իմ թիմին, իմ թիմը հավատում է ինձ։ Էլի եմ կրկնում, շատ բարդ խաղ է, ոնց էլ որ մրցակից մարզիչը որ խաղն է, որ հասկանում եմ, որ պրոբլեմներ կստեղծեն մեզ։ Մենք պետք է հոգեբանորեն պինդ լինենք ու նվիրված աշխատենք։ Դուք առաջին պաշտոնական խաղից հետո նշում էիք, որ այո հավաքականում կան որակով ֆուտբոլիստներ, բայց մի քանի խաղ է պետք, որպեսզի ընդհանուր թիմի հնարավորությունները հասկանան։ Հիմա արդյոք պատրաստ եք այդ մասին խոսել, եթե այո, խորքային ինչ խնդիրներ եք տեսել։ Ասեմ, որ խորքային խնդիրներ կան, այո, տեսել եմ, բայց լուծումները չեմ կարող միանգամից գտնել ու լուծել, դրա համար ժամանակ է պետք, դրա համար ես այս ցիկլի առաջ եմ ընդունել թիմը, հասկանալով, որ նման հարցերի շուրջ պետք է մտածել, աշխատել եւ լուծել։ Լիովին որ դուք խոսում եք, սա ուղղակի ժամանակ է ուզում, այսքան շուտ չեմ կարող ամեն հարցին կոնկրետ պատասխանել։ Շատ լավ մթնոլորտ է, նոր մարզիչը եկել է էներգիայով լի, հավատով լի ու այդ ամեն ինչը փոխանցում է մեզ, տալիս է մեզ վստահություն, հավատք սեփական ուժերին։ Հունգարիայի հետ խաղից հետո աշխարհի առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրում հավաքականը ուժերը կչափի Իռլանդիայի ընտրանու հետ։ Ավելի վաղ սեփական հարկի տակ Հայաստանի հավաքականը 2-1 հաշվով առավելության հասավ Իռլանդիայի նկատմամբ, առաջին հաղթանակը տոնելով աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարում։ Անհաջողությունների երկար շարքից հետո սա Հայաստանի հավաքականի առաջին հաղթանակն է նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի գլխավորությամբ։ Հունգարիա-Հայաստան խաղին ծրագրի ավարտին ևս կանդրադառնանք հիմա այլ թեմաների մասին։ Կալանավորված կանայք, որոնց հանցանքը դատարանում դեռ հաստատված էլ չէ, Հայաստանում ավելի վատ պայմաններում են ապրում, քան ազատազրկվածները։ Հենց իրենք կալանավորներն են ազատությանը պատմել, թե ճաղերի ներսում էլ նոր ճաղերի են բախվում։ Մեր
Կարի արեստանոցն է։ Տեսեք շապիկել ենք կարել։ Պատիժը կշարունակի կանանց գաղութում, թե անմեղ կճանաչվի ու տուն կգնա։ Ավելի քան 3 տարի Աբովյան քրեակատարողական հիմնարկում գտնվող Գայանեն, որի անունը նրա խնդրանքով փոխել ենք, այս հարցի պատասխանը կստանա, երբ դատարանը վճիռ կայացնի։ Իսկ մինչ այդ նա կմնա բանտում, կալանավորի կարգավիճակում։ Իսկ կալանավորների պայմաններն ավելի խիստ են։ Ի տարբերություն դատապարտյալների, նրանք մի քանի հոգով 12-ից 13 քառակուսի մետրանոց խցերում են ապրում։ Խցային պայմաններ ես մեկ ուսարանում խցային պայմանները մի քիչ ավելի կմեծացնեի, որ ավելի ազատ, որովհետև քան գնալով որ տարիներ շատ երկար ես մնում, այդ փակը սկսում ես ճնշել։ Կալանավորված կանայք գաղութի այլ մասնաշենքում են ապրում, որտեղ մեր մուտքն արգելված է։ Նրանցից մի քանիսի հետ զրուցել ենք դատապարտյալների շենքում։ Այս կանանցից ոչ բոլորն են կարողանում դատապարտյալների մասնաշենքում գործող դպրոցում դասերի նստել։ Գայանեն այդ բացառիկներից էր։ Այս մեր համակարգչային դասասենյակն է։ Այստեղ մենք սովորում ենք ինֆորմատիկա, այս վերջում սովորել էինք հելունով պայուսակներ գործել, հետո քարերով էինք պայուսակներ պատրաստում, մարգարիտի քարերով, ուլունքներով։ Օրենքի պահանջն է, կալանավորվածները պետք է մեկուսացվեն խցերում, որ չխոչընդոտեն նախաքննությանը։ Իսկ դատապարտյալները, որոնք արդեն հստակ հոդվածով են անցնում ու պարզ է նրանց պատժաչափը, կարող են ավելի ազատ ռեժիմով ապրել կացարաններում։ Դատապարտյալները նաև դասերին անարգել մասնակցելու եւ գաղութում աշխատելու հնարավորություն ունեն, կալանավորվածները ոչ։ Կավելացնեի ինչ որ արհեստ, որ աղջիկները թե կալանավորնա, կավելացնեի, որ կալանավորված անձերն էլ կարողանային գային, ոչ թե միայն դատապարտյալները, որովհետև իրանց էլ պետք է զբաղվածությունը ապահովի։ Որպես կալանավոր կավելացնեի խոսքի դասընթացներ, չկա այնպիսի հնարավորություններ կալանավորված անձանց համար։ Իրավական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը վերջերս Աբովյան քրեակատարողական հիմնարկի 16 կանանց հետ սոցիալական մի ծրագրի շրջանակներում հավաքել են նրանց գրավոր պատմություններն ու հրապարակել։ Հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանն ասում է, այդ 16 կանանցից միայն 3-ն էին դատապարտված, մնացած 13-ը կալանավորվածներ էին։ Ասում է, իրենց պատմել են, որ բանտից դուրս եկած կանայք հասարակությունում ոչ միանշանակ են ընկալվում, բանտում նույնպես։ Կինը հերիք չէ, մի հատ էլ հանցագործություն է կատարել եւ դրանով պայմանավորված ավելի խորանում են կանանց վերաբերյալ ընկալումները եւ նրանք ընդհանրապես սոցիալական մեկուսացման փաստի առջև են կանգնում։ Դատապարտյալները օրվա ընթացքում միայն 1 ժամ ունեն զբոսանքի համար, բայց զբոսաբակը նույնպես սահմաններ ունի։ 4 պատ երկինքն իհարկե երևում է, բայց ճաղերի արանքից։ Դե ճաղավանդակ այդ բնականաբար չէր կարող առանց դրա լինել։ Դիմադրության ձայներ կոչվող գրքում բանտում գտնվող կանայք նաև պատմել են, որ հրաժարվում են այդ 1 ժամվա զբոսանքից։ Մի օր էլ ասացին գնում ենք զբոսանքի, ուրախացա, բայց որ չտեսա 4 պատա, վերևը ռեշոտ կա, մի հատ էլ վրա դուռը փակում են։ Մտածում էի ստեղից ոնց դուրս գամ, ոնց որ գերի ընկած լինեի։ Զբոսանքը 1 ժամ է, ես դուրս չեմ գալիս զբոսանքի, ես այստեղից դուրս գալու օրերն եմ հաշվում։ Որովհետև զբոսաբակի պայմանները որպես այդպեսին ավելի վատն են, քան իրենց խցի պայմանները եւ նշում են, որ մենք այդ զբոսանքը կարող ենք անել խցում եւ եթե մենք զբոսաբակ պիտի գնանք մաքուր օդ շնչելու համար, այդ մաքուր օդը կարող ենք շնչել խցի պատուհանը բացելու միջոցով։ Գրքում կանայք խոսել են նաև, թե հատկապես առաջին օրերին ինչ են տեսել ու զգացել։ Գնացել էի քրոջս հետ տեսակցության, 2 անգամ շորերս հանել են տվել, համ իմ շորերը, որ երևի այստեղից ինչ-որ բան չտանեմ, համ իր, որ երևի ինչ-որ բան չտա ինձ։ Տհաճ է, սարսափելի տհաճ է, մանավանդ երբ ասում են ներքնաշորդ հանի պպզի։ 6 օր կարանտինում եմ եղել, մինչ էդ էլ ձերբակալվածների պահման վայրում էի։ Վայ, այնտեղ ավելի ահավոր էր։ Ինձ 7-8 օր պահել են, ահավորություն էր։ Լողանալու տեղ չկար։ Դուռը պիտի խփեի, որ ինձ տանեին զուգարան։ Ազատության հետ զրուցած կալանավորված կանայք բանտում սկսել են անգամ անձրևը կարոտել։ Լիարժեք մարդ չես զգում քեզ ստեղ։ Մենք ստեղ կարոտում ենք անձրևի հոտը։ Մենք կարոտում ենք պատշգամբում մեկ գավաթ սուրճ խմելը։ Մենք կարոտում ենք այնց բաներ, որ դրսում մենք դա չէինք արժեքավորում։ Երբ որ դու հայտնվում ես 4 պատի մեջ, դու նոր սկսում ես արժեքավորել։ Երեկոյան զբոսնելը քաղաքում։ Շատ բաներ կա, որը որ կարող է
սովորական մարդու համար, ով ազատության մեջ է, նա չի նկատում այդ ամեն ինչը։ Հայաստանի բանտերում ավելի շատ կալանավոր կա, քան դատապարտյալ։ Պաշտոնական վիճակագրությամբ նախորդ տարի բանտում հայտնված 2686 մարդկանցից կեսից ավելին կալանավորվածներ են եղել։ Պատկերը նույնն է եղել նաև նախորդող 2 տարիներին։ Իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն ասում է, ստացվում է այնպես, որ մարդկանց մեղքը դեռ ապացուցված չէ, բայց նրանք զրկված են ազատությունից։ Հիշեցնում է, քրեական դատավարության օրենսգիրքը 2021 թվականից այլընտրանքային պատիժներ կիրառելու լայն հնարավորություններ է տվել դատարաններին, օրինակ տնային կալանք, վարչական հսկողություն, բացակայելու արգելք եւ այլն։ Ու չնայած այս հնարավորություններին, ըստ իրավապաշտպանի, դատարանները շարունակում են գերադասել մարդուն բանտ ուղարկել, ծանրաբեռնելով ոչ միայն բանտերը, այլև դատարանները։ Քննչական գործողությունների տեսանկյունից շատ ավելի հարմար է, երբ անձը կալանքի տակ է եւ քննիչները շատ հանգիստ, հասանելի գնում են քրեակատարական հիմնարկ, կարողանում են իրականացնել ավելի արագ քննություն եւ իրենց համար շատ ավելի ձեռնտու է տալ դատարաններին կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հնարավորությունը։ Եվ դատարանները շատ ավելի աչալուրջ պետք է լինեն, ոչ թե ելնեն քննչական մարմինը ինչ է պահանջում եւ դակեն այդ պահանջը, այլ ելնեն այն հանգամանքներից, թե անձի հետ կապված ինչ առանձնահատկություններ կան։ Նախ կալանքը պետք է կիրառվի հուժ անհրաժեշտության պարագայում։ Աբովյան քրեակատարողական հիմնարկում վերջին տարիներին կանանց թիվն ավելացել է 31-ով, 41-ից հասել է 72-ի։ Ու կրկին ճնշող մեծամասնությունը դեռ սպասում է դատարանի վճռին, այսինքն կալանավորվածներ են։ Մեզ հետ զրույցում դատապարտյալ կանայք ասում են, վերջին տարիներին քրեակատարողական հիմնարկը վերանորոգվել է, Skype-ով ընտանիքի անդամների հետ խոսելու հնարավորություն ունեն, մոր եւ մանկան սենյակներ կան, միջանցքում կա հեռախոս, որով կարող են դժգոհությունները պատմել ՄԻՊ-ին ու համապատասխան մյուս կառույցներին, կա դպրոց, որտեղ կարող են սովորել ու ավարտել, եթե կրթությունը կիսատ են թողել։ Սնունդն էլ վատը չէ, բայց դե բանտ է, տուն ենք ուզում։ Ասում են նրանք, որոնցից շատերն ընդունում են, օրենք են խախտել։ Իսկ կալանավորված կանայք ամեն օր սպասում են, գուցե դատարանն իրենց տուն ուղարկելու որոշում կայացնի։ Ես մենակ ընտանիքս եմ ուզում։ Սպասում են քանի տարի, քանի օր, քանի ամիս, իրենք էլ չգիտեն։ Դատարանները ծանրաբեռնված են։ Հայաստանյան խնդիրներին դեռ կվերադառնանք, հիմա միջազգային մի քանի թեմայի անդրադառնանք։ Հազարավոր պաղեստինցիներ շարունակում են Գազայի ափամերձ տարածքով վերադառնալ իրենց լքված տներ։ Իսրայելական զորքերը նահանջել են նախապես համաձայնեցված գծեր, ինչի շուրջ պայմանավորվածությունը արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Համասի հետ ձեռք բերվեց այս շաբաթ Վաշինգտոնի միջնորդությամբ։ Իսրայելում էլ սպասում են իրենց գերիների վերադարձին, որ ենթադրվում է կկայանա երկուշաբթի։ Համաձայնագրով նրանց վերադարձից հետո Իսրայելը պետք է ազատ արձակի իր բանտերում երկարաժամկետ պատիժ կրող 250 պաղեստինցու եւ պատերազմի ընթացքում ձերբակալված 1700 անձանց։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ, հորդորելով նրան միջնորդել Ուկրաինայում խաղաղության հասնելու հարցում։ Ինչպես նա դա արեց Մերձավոր Արևելքում։ Զելենսկին Facebook-ում գրել է, եթե պատերազմը հնարավոր է կանգնեցնել մեկ տարածաշրջանում, ապա անկասկած կարելի է կանգնեցնել նաև մյուս պատերազմները, այդ թվում Ռուսաստանի պատերազմը։ Նոբելյան խաղաղության մրցանակի այս տարվա դափնեկիր Մարիա Կորինա Մաչադոն իր մրցանակը նվիրել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին։ Մաչադոն X-ում գրել է, որ վստահում է Թրամփին եւ ամերիկացի ժողովրդին, որպես իր ամենամեծ դաշնակիցները ազատության եւ ժողովրդավարության համար պայքարում։ Մրցանակի հավակնորդներից էր նաև նախագահ Թրամփը, որը պնդում էր, թե պաշտոնավարումից ի վեր առնվազն 8 հակամարտություն է կարգավորել։ Բայց Նոբելյան կոմիտեն որոշեց մրցանակը տալ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդին այդ երկրում ժողովրդավարական իրավունքների պաշտպանության երկարամյա պայքարի համար։ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը վարչապետի պաշտոնում վերանշանակեց 4 օր առաջ հրաժարական տված Սեբաստիեն Լեկորնյուին։ 2 տարվա ընթացքում Ֆրանսիայում 5 վարչապետ է փոխվել։ Մակրոնը հույս ունի, որ Լեկորնյուն կկարողանա ստանալ խորհրդարանի բավարար աջակցությունը 2026-ի բյուջեն ընդունելու համար։
Լոնդոնի թագավորական դատարանը արդարացրել է հայկական արմատներ ունեցող 51-ամյա Համիդ Ջոշկունին, ով ավելի վաղ մեղավոր էր ճանաչվել Լոնդոնի թուրքական հյուպատոսության դիմաց Ղուրան այրելու համար։ Փետրվարին տեղի ունեցած այդ միջադեպից հետո դատարանը տուգանել էր նրան 240 ֆունտ ստերլինգով կրոնական հողի վրա հասարակական կարգը խախտելու համար։ Ջոշկունը, որի հայրը քուրդ է, իսկ մայրը հայ սոցիալական ցանցերում պնդել էր, բողոքի ակցիա է արել թուրքական կառավարության դեմ։ Վերաքննիչ դատարանը նշել է, որ մեղադրողները չեն կարողացել պատշաճ կերպով ապացուցել, որ նրա վարքագիծը հակասել է օրենքին։ Խոսքի ազատության իրավունքը տարածվում է նաև այնպիսի տեսակետների արտահայտման վրա, որոնք մեջբերեմ վիրավորում կամ շոկի են ենթարկում, վճռել է դատավորը։ Ինչը կարող է ստիպել մարդուն մայրաքաղաքում թողնել ծրագրավորողի գործն ու սկսել մարզային դպրոցում դաս տալ։ Ակնհայտ է, որ որոշիչ չեն եղել ֆինանսական ավելի բարվոք պայմանները։ Երևանից Ստեփանավան տեղափոխված երիտասարդի պատմությունը մեզ էլ հետաքրքրեց։ Երևանում Հովսեփ Խաչատրյանը թողել է ծրագրավորողի աշխատանքն ու ավելի հեռու Ստեփանավանում ուսուցչի գործ սկսել։ Դպրոցում արդեն 1 տարի մաթեմատիկա է դասավանդում, ինչն ավելի սրտամոտ է, հետաքրքիր ու կարևոր իր համար, ասում է Տիգրանը։ Իմ մոտ այդ հարցները առաջացել, արդյոք այն ինչով ես զբաղվում եմ, այն մաքսիմալն է, որ ես կարամ անեմ, կամ արդյոք օգտակար է այն ամեն ինչը, ինչով զբաղվում եմ, ու նմանատիպ հարցեր։ Եվ այդ հարցերի արդյունքում եկա այն եզրակացության, որ եթե ուզում ենք, որ մեր միջավայրը, մեր պետությունը, մեր հայրենիքը լինի ավելի լավը, քան այսօր, ուրեմն պետք է ավելին անենք, քան մինչև հիմա արել ենք, եւ այդ ավելին անելու մեջ նաեւ մեր սերունդներին հնարավորություն տալն է մտնում, հնարավորություն ստանալու որակյալ կրթություն, հնարավորություն իմանալու, թե ինչ է տեղի ունենում աշխարհում։ Մայրաքաղաքից Լոռու փոքրիկ քաղաք տեղափոխված երիտասարդ մասնագետը մաթեմատիկորեն հաշվարկում ու փաստում է, այսօր կրթության համակարգի հիմնական բացերը ոչ միայն ուսուցչի ցածր աշխատավարձից են։ Երբ որ ես հանրակրթության ոլորտ որոշեցի մտնել, սպասում էի, որ, չգիտեմ, իհարկե մտավախություն ունեի, որ կարող է այդքան էլ պատրաստված աշակերտների չհանդիպեմ, բայց ամեն դեպս հույս ունեի, որ այդպես ցկտում կունենան, սովորելու ցանկություն կունենան, հաջողության հասնելու ցանկություն կունենան ու առաջի հերթին այդ ցանկության դենց համարյա իսպառ բացակայությունն է ինձ աղաքին թևաթափ արել այն սկզբնական շրջանում։ Ասում է Հովսեփն ու ավելացնում, որ ավելի շատ ծնողների ակնկալիքներն են իրեն զարմացրել։ Ծնողների միակ սպասելիքը ուսուցչից բարձր գնահատականներն են։ Ոչ մի ծնող այս մի տարվա ընթացքում, որ աշխատում եմ, չի մոտեցել ինձ ու չի ասել, թե «Բախի իմ երեխան այսինչ բանը չգիտի» կամ «Ինչու լավ չեք բացատրել այս բանը», բայց շատ ծնողներ մոտեցել են ու խնդրել են, որ ընդառաջեմ իրենց երեխայի գնահատականի առումով, այսինքն գիտելիքը որպես նպատակ չի դիտարկվում եւ գնահատականը որպես հետևանք չի դիտարկվում, այլ գնահատականը հենց ուղիղ որպես նպատակ է դիտարկվում։ Բոլորը շատ գոհ կլինեն, եթե աշակերտների գնահատականները լինեն բարձր, իսկ գլուխները դատարկ։ Ինչու է այսօր դպրոցներում առաջնայինը գնահատականը թե ծնողների ու թե աշակերտների համար։ Հովսեփը ենթադրում է, թե մարդիկ դեռ ձևական գովասանքի գլուխ գովալու հետևից են գնում։ Չգիտեմ, կարող է գլուխ են գովում, որ լավ է սովորում, այդ ամեն ինչը նույնացնելով, որ լավ սովորելն ու գերազանցիկ լինելը նույնն է, բայց իրականում շատերը լավ չեն սովորում, բայց բարձր գնահատականներ են ստանում ու արդյունքում ստացվում է, որ այդ ամեն ինչը դենց մի հատ մեծ, չգիտեմ, ինչ ասեմ, կեղծիքի մեջ ենք էլի ապրում մենք որպես հասարակություն, այսինքն մենք ունենք գնահատականներ, որոնք գիտելիքների հետ ընդհանրապես կապ չունեն։ Արդյունքում պարզապես բարձր գնահատականի ձգտումով դպրոցն ավարտած աշակերտները հայտնվում են բուհերում, հետո նաև աշխատաշուկայում, առանց որևէ արժեք ստեղծելու, նշում է Հովսեփ Խաչատրյանը։ Երևանից տեղափոխված երիտասարդ մաթեմատիկոսն ասում է, թեև Երևանում ու մարզում կրթության խնդիրները նույնն են, բայց մեծ ու փոքր քաղաքներում ապրելակերպն է տարբեր։ 20-ից ավել տարիների ընթացքում, որ Երևանում ապրել եմ, Երևանը իմ համար տենց քանի գնացել ավելի անտանելի է դարել այն տեսանկյունից, որ քանի գնացել ավելի շատացել են մարդիկ, մեքենաները, շենքերը, փոշին, խցանումները,
ու երբ որ համեմատում ես թե ինչ է ստանում դրա դիմաց, ոնց որ այդ աղաքին ավելի քիչ է, քան արժեր ստանալ այդ Երևանում ապրելու չարչարանքի ու տանջանքի դիմաց։ Երևանյան չարչարանքից ու տանջանքից հեռացած երիտասարդը Ստեփանավանում է իր նորաստեղծ ընտանիքի հետ։ Ասում է, արդեն մտադիր են այստեղ տուն գնել ու երբեք չեն մտածում մեծ մայրաքաղաք վերադառնալու մասին։ Եվ դարձյալ օրվա սպորտային իրադարձության մասին Հունգարիա-Հայաստան ֆուտբոլային խաղի հաշիվը այս պահին դեռ բացված չէ, իսկ ծանրամարտում այսօր փայլել է Վարազդատ Լալայանը, դառնալով աշխարհի չեմպիոն։ Գերծանր քաշային կարգում նա արդեն երկրորդ տարին անընդմեջ է այս տիտղոսը նվաճում։ Այսքանն էինք պատրաստել այս թողարկման համար, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, ազատություն.am կայքում լրահոսը թարմացվում է, հետևեք, գտեք մեզ նաև սոցիալական ցանցերում, YouTube-ով դիտեք և կաբելային ալիքներով։ Հաջողություն։